Պարոն Գրիգորյան, վաղ առավոտից հակակոռուպցիոն կոմիտեն նախ ձեր տուն էր եկել, այնուհետև մեքենա, այս պահին էլ գրասենյակում էր խուզարկություններ էր իրականացնում։ Ինչ է կատարվում ձեր շուրջ, ինչի որոշեց հակակոռուպցիոնը այսօր մտնել ձեր բնակարան, տուն, այնուհետև գրասենյակ, ինչն է անհանգստացրել։ Չգիտեմ ինչն է անհանգստացրել, բայց հասկանալի է, պարզ է, որ երեք մեծ հանդիպում են ունեցել Գյումրիի Հավադանին լավ հարուզարշավը սկսել են, գյումրեցիների մոտ, շիրակցիների մոտ լավ արձագանք կա, լավ տրամադրություն կա, մարդիկ դեպի Բարգավաճ Հայաստան կուսակցություն Հավադանին լուրջ շարժ է սկսվել, բնականաբար մարդկանց անհանգստացնում է այդ ամեն ինչը, դրանով պայմանավորված։ Ինչ էին փնտրում, պարոն Գրիգորյան, ինչ է։ Կոմպյուտերները վերցրեցին, հեռախոսը վերցրեցին, հաստատություն, կուսակցությանը վերաբերող կուսակցական հավանաբար երեխաների հետ նկարներ։ Այս է, այդպիսով ես գիտեմ ինչի համար է գիտեմ, այսինքն վերջնական նպատակը որն է, հետ էլ արդեն պարզ է, ասես տեսնենք, հաստաբանները կան, Ձեր հանգստությունից կարանք երկադրեք, որ փալաստով էր իրենց դերակացը։ Ինչն ասած չգիտեմ, դադելով այն ամենից, որ այս օրերի ընթացքում ամբողջ Հայաստանում մեկ ինչ է կատարվում, ինչ ցնցումներ, ինչ լարվածություն, ինչ ձայնագրություններ ու մյուս հասկանալի է, որ հերթը մերն է, մեզ է հասել հերթը, առավոտվանից Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիրների նկատմամբ նմանատիպ բաներ, Լևանյան Անդրանիկին ինչքան իմացած հերթակալել են ու առավոտ շուտ խուզարկություններ են բնակարանում, գրասենյակում։ Ու առավոտ շուտ բնակարանը, մեքենան, գրասենյակը հիմնադիրներից մի քանիսին արդեն հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել։ Տեսնենք, ձերբակալել են, թե հրավիրել են։ Ինչն ասած չգիտեմ, ձերբակալել են։ Կարգավիճակից տեղյակ չեք։ Հա, կարգավիճակից ես պայքարությամբ տեղյակ չեմ, հեռախոսեցում եմ, որ թիմի հետ, մարդկանց հետ կապի ելնեմ, կապի դուրս գամ, հասկանամ ինչ է կատարվում, ամբողջությամբ պարալիզացվել է մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության մարզային գրասենյակը, ամբողջությամբ հարուզարշավը տաբալված է, պրոցեսները տաբալված են, ոչ մի կերպ աշխատանք կազմակերպել հնարավոր չէ։ Դուք կարծում եք, որ դատախազը կգա ձեր հետևից կալանավորելու միջնորդությամբ, պարոն Գրիգորյան, ինչ եք կարծում։ Չեմ կարող այս պայքարությամբ ասել, պիտի հաստաբանները կան, ուսումնասիրեն, հասկանան, ինչքանով ինֆորմացիա ունեն տալու, իրավունք ունեն տալու, ըստ այդմ արդեն հաստաբանները երևի թե կփոխեն, ասես խոսենք, որպեսզի օրենք չկա։ Պարոն Գրիգորյան, օրինակ ուժեղ Հայաստանի դեպքում կա շարք են փնտրում, ասում են, որ գրասենյակներում մարդկանց գործ են խոստանում, գումար են բաժանում։ Դուք որևէ մտավախություն ունեք, օրինակ ձեր գրասենյակում այդպիսի բան կարող է հայտնաբերել հակակոռուպցիոն կոմիտեն։ Ճիշտ ասած, ես պայքարությամբ չեմ կարող ասել, թե ինչ են պլանավորել, ինչ են սարքելու կամ ինչ են ուզում սարքել կամ արդեն ինչ են սարքել։ Օրը դա բարի փոխվեց։ Դուք օրենքով սահմանված կարգով աշխատել եք այս ժամանակահատվածում։ Կարգով աշխատել են, մեր հարուզարշավներն են կարել, իշխանությունների համար ամենայն դեպս ամենացավոտ ու պրոբլեմատիկ բաներն է, որ նորմալ կազմակերպում են, լավ կազմակերպում են, բավականին դուրս թափ էր հավաքել թիմը, հարուզարշավը, այս պայքարությամբ մարդիկ որոշեցին այս տարբերակով կասեցնել, կանխել ու պրոբլեմ ստեղծել։ Կարելի է ասել, որ սպասում էիք, որովհետև Նիկոլ Փաշինյանն անձամբ սպառնում էր Գագիկ Ծառուկյանին, ասում էր այո, ես սպառնում եմ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այսինքն սպասելի էր, որ կգան նաև ձեր հետևից։ Դե ես 25 թվականից անցնում 25 թվականից այս պրոցեսների մեջ ենք, իսկությունների միջով ասում ենք ու հասկանալի է Գյումրու մարսելու հետևանքն է այս ամենը ու ավելին հունիսի 7-ին ընտրություններում Գյումրիում պրոբլեմ ունենալու մասին է այս ամենը խոսում,
որ կարողանան ասեցնել գործունեությունը, ինքնի աշխատանքը, ոչնչոտել, կանխել, որպեսզի ունենան այն արդյունքները, ինչը որ արձանագրվեց քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Իշխանությանը հաջողվեց այսօր տապալել ձեր քարոզարշավը ձեր ընթացքին, թե Այո, այս պայմանությամբ իշխանությանը հաջողվել է ամբողջությամբ տապալել մեր թիմի, մեր գրասենյակի աշխատանքները, նախընտրական քարոզարշավի նախապատրաստական աշխատանքները, այսօր մենք նորից աղերով, շրջայցեր, հանդիպումներ, հավաքներ, պլանավորած էր, բայց հասկանալի է, որ այս պայմանությամբ ամբողջությամբ տապալվեց ու դեռ գիտեմ, թե ինչ ընթացքել է։ Ողջագելու եք այս գործողությունները։ Տեսնենք, հաստատանները կան, հասկանալ։ Ինչն է օրենքի սահմանում, ինչը օրենքի սահմանում չէ, ըստ այդմ ինձանով պայմանավորված չէ, քաղաքական թիմը, ուսակցությունը արդեն ինքն ինչ դիրքորոշումը կհայտնի։ Գյումրեցիներին ինչ ուղղություն ակնեցին։ Գյումրեցիներին ուղերձս մեր ժողովուրդ ջան, ինչ էլ լինի, ինչ էլ պլանավորեն, չգիտեմ, ձերբակալելու են, թե չեն ձերբակալելու, տեսեք ձեր քաղաքի տղեկի հետ ոնց են վարվում։ Տեսեք այն մարդկանց, ում որ հավատում եք, ում որ վստահում եք, ում հետևից որ գնում եք, տեսեք այդ մարդկանց ոնց են փորձում շարքից հանել, այդ մարդկանց ոնց են ուզում մաքրել, որպեսզի այստեղի ՔՊ-ի գրասենյակի պատասխանատուները, այստեղի տղաները կարողանան առանց կաշկանդվելու սկսեն մարտավորսը Գյումրի քաղաքում թիմագիծներից, հարազատներից, բարեկամներից ու կանգնեցնեն այն, ինչից որ իրանք այդպես վախենում են։